Ճիշտ չէր քանակ ասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղորդ մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրեն չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, մեզ եք հարցնում, իրեն չեք հարցնում։ Մենք հարցնում ենք։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակն են։ Սխալ են կալում են։ Այո։ Միակարծիք են։ Իհարկե միակարծիք։ Նույնիսկ այսպիսի Դե մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք։ ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Իսկ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծուն դիտել։ Ասում եք կոնֆլիկտում հետ իշխանության։ Կայսեր։ այսինքն հակադրվել չեն ուզում։ Չեն ուզում հակադրվել Նիկոլ Փաշինյանին։ Բայց Որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ նիկոլ։ Բայց անվերապահ աջակցում են վեհապար հայրապետին եւ այն տեսակետը, որը դուք եք։ Ո՞նց կարող է չաջակցել։ Դե որ լուր են, մենք էլ իրավունք ունենք տարակուսելու։ Շատ հստակ, սա պատվիրակներ են լուր, բայց ինքը շատ հստակ ասել, չէ։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթոլիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Իշխանապողությունից Դու իմ ուզում ես քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Այսինքն դուք կարծում եք իշխանությունը նպատակ ունի այս ամենով իշխանությունը ինչ է ուզում հասնել եւ ինչպիսին է ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, ելի դժգոհ են։ Վեհապար հայրապետը անցած տարի եկեղեցոցման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում, այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ, չէ՞ որ մինչ այդ էլ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրում։ Իսկ որ ասում է վեհարանը վեհի ինչ է հասկացել Ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Իսկ որ ասում եք քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ եք դուք ակնկալում, որ այո, մասնավորաբար ԱԾ-ից լավ, ինչ է կոնկրետ, հա, կոնկրետ ասում է ծափահարում են, սա նշանակում է, որ